Բարև ձեզ, սիրելիներս, մենք շարունակում ենք ձեզ հետ քննարկել Շիմոն Բաղավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ երկի 10-րդ գլուխը, որտեղ Մայտրեյան Վիդուրայի խնդրանքով նորից ներկայացնում է արարչագործության process-ը։ Ես կարդամ մեր այսօրվա տեքստերը եւ մենք շարունակենք մեր քննարկումները։ Եվ այսպես Շիմոն Բաղավատամ 3-րդ երկ 10-րդ գլուխ տեքստեր 21-ից։ Արարչագործության 8-րդ փուլում ստեղծվում են կյանքի ցածրակարգ ձևերը։ Դրանք բաժանվում են 28 դասերի, բոլորն էլ չափազանց հիմար եւ անգետ են։ Նրանք ճանաչում են իրենց ցանկությունների օբյեկտներին հոտով, բայց զուրկ են սրտի հիշողությամբ։ Օ մաքրամաքուր Վիդուրա, այնպիսի ցածրադաս կենդանիները, ինչպիսիք են կովը, այծը, գոմեշը, սև այծաղը, խոզը, գավայան, եղջերուն, ոչխարն ու ուխտը պատկանում են երկկղճղակավորների։ Ձին, ջուրին, էշը, գաուրան, շարաբը բիզոնը և վայրի կովը համարվում են միասմբակավորներ։ Հիմա ես ձեզ կպատմեմ 5 կյանք ունեցող կենդանիների մասին. շունը, շնագայլը, վագրը, աղվեսը, կատուն, նապաստակը, սաջարուն, առյուծը, կապիկը, փիղը, կրյան, կոկորդիլոսը, գոսապան և այլ ունեն 5 կյանք իրենց ոտքերին։ Նրանք կոչվում են պանչաքաներ, վերջույթներին 5 կյանք ունեցող կենդանիներ։ Ձկեկուլը, անգղը, կռունկը, բազեն, փասան, փալուկան, սիրամարգը, կարապը, սարասան, չակրավական, ագռավը, բուն և այլն համարվում են թռչուններ։ Մարդու արարումը, որը գոյություն ունի միայն մեկ ձևով և իր կերած սնունդը պահում է ստամոքսում, տեղի ունենում արարման 9-րդ փուլում։ Մարդիկ հիմնականում գտնվում են կրքի գոյավիճակի ազդեցության տակ, նրանք ինչ-որ իրենց հոգսերով մշտապես ոտուձեռ են ընկած, տառապանքներով լի կյանքի հենց թափուտում, բայց այդուհանդերձ նրանք բավականին երջանիկ են համարում իրենց։ Օազնիվ Վիդուրա, արարման վերջին 3 փուլերը և կիսաստվածների ստեղծումը, 10-րդ փուլը, կոչվում են վայգրիտա։ Դրանք տարբերվում են նախկինում նկարագրված արարման բնական փուլերից։ Գումարանները աշխարհ են գալիս այս և այն ձևով։ Ուրեմն, սիրելիներս, մենք տեսնում ենք, որ այստեղ առաջին հերթին քննարկվեցին կենդանիները, կենդանական աշխարհը, այսինքն Վիդուրան ինքը, Մայտրեյան, ինքը հիմա նկարագրում է այն աշխարհը, որը մենք բոլորս տեսնում ենք։ Եվ մանեանում հերթականությունն է ասում, չէ՞։ Ուրեմն հերթականությունը ո՞րն է։ Եթե նկատեցիք, ապա պրակտիկորեն թվարկվում է ըստ այդ համակարգի, որ նյութական աշխարհի все-таки հիմքը ինքը կայանում է նրանում, որ կենդանիակները իրենք բաժանվում են, այսպես էլ ոչ թե բաժանվում են, կներեք, այլ մեկը մյուսի համար կերակուր են հանդիսանում, չէ՞։ Հիմա այդ հանգամանքը, որ մեկը մյուսի համար կերակուր են հանդիսանում,
Սա ուրեմն եւ համապատասխանել արարչագործությունն է տեղի ունենում։ Այսինքն մենք քննարկեցինք սկզբից էլեմենտները, հա, տարածքը, հետո նյութը, ես ասեցի որպես պլաստիլին, այսինքն ինքը նյութը, հետո ուրեմն դրա մեջ դրվեց գաղափարը, որ նյութից պիտի կազմվեն տարբեր տեսակի ընկալման եւ գործող ուրեմն զգայարաններ, չէ՞։ Մտան 3 գունաները, այսինքն 3 հոգեբանական պատճառահետևանքային կապերը, ըստ որի գերագույն դաստիարակությունը, եթե այսպես գնահատում է կենցաղի էակների գործունեությունը եւ նրանց արդյունքներ տալիս, հա, եւ դրանից հետո արդեն սկսվեց կոնկրետ ամեն մի մոլորակի վրա արարչագործությունը, թե որտեղ ինչպիսի կյանքեր պետք է լինեն եւ այլն։ Եվ տեսնում ենք, որ առաջին հերթին խոսքը գնում է բնության մասին, այսինքն առաջին հերթին խոսքը գնաց բուսականության, կներեք, բուսականության մասին։ Ինչու՞, որովհետև նյութական աշխարհում իշխում է այդ սկզբունքը, որ մեկը մյուսի համար կերակուր է հանդիսանում, չէ՞։ Եվ այստեղ մենք կարողանում ենք տեսնել, որ առաջի հերթին առաջանում է այն կերակուրը, որը բոլորի այդ կերակուր լինելու բանում ինքը հիմնականն է։ Դա բուսականությունն է։ Բուսականությունն է եւ ուրեմն մենք դες հետ խոսեցինք դրա մասին, որ իրականում բուսականության ուրեմն դաշտում ծնվում են կենդանիակներ, որոնք իրենք սա իրականում շատ ծանր ճակատագրի մասին է խոսում։ Այս մարմնի ձևում կարող են ծնվել այն ազնվորությունները, որոնք դժոխքից հետո դուրս են գալիս իհարկե, եւ եղել են գորոզ, հա, եղել են ագահ եւ ընդհանրապես ծառայելու հակում չեն ունեցել։ Եվ բուսականությունը ինքը նախատեսված է ուրեմն այդ ծառայելու համար, այսինքն բույսերը դա այն ազնվորություններն են, որոնք չունեն պաշտպանվելու հնարավորություն, չունեն ուրեմն կամ կարտահայտելու հնարավորություն, չունեն գործելու հնարավորություն, որտեղ չունեն ոչ ձեռքեր, ոչ ոտքեր եւ այլն եւ այլն։ Եվ խոսվեց նրա մասին, որ իրենք ունեն զգալու, ցավ զգալու ունակություն։ Մենք մի քիչ դες հետ խոսեցինք, որ ժամանակակից գիտությունը հաստատել է արիացիների այդ պնդումը։ Հիմա ցիերիներս, չէ, եւ կամ ասենք հին աշխարհներում բոլորս էլ տեսնում ենք, որ միշտ նկարագրվում է այնպես, որ մարդը ինքը միշտ ընկալել է բնությունը, որպես իր համար ուժի վերականգնվելու ուրեմն բան հիմք, ինչու՞, որտեղ ամեն մեկը ինքը իր փորձից գիտի, որ ինքը ուղակի գնում է, օրինակ ասենք մարդիկ, հատկապես քաղաքներում ապրող մարդիկ, իրանք շատ հաճախ այսպես հոգեբանական ճնշված վիճակում են գտնվում, չէ՞, կամ ասես ջղայնացած, հոգնած, հյուծված եւ այլն, եւ օրինակ այդ խնդիրը ինքը բավականին կարելի է բարելավել, եթե ասենք կողքը կա հոսող ջուր։ Եվ եթե կա հոսող ջուր, եւ դուք ուղղակի գնում եք եւ նստում եք հոսող ջրի ափին, ուրիշ ոչ մի բան պետք չի անել, այ հոսող ջրի ափին եք նստում, կամ ասենք ծովի ափին, հա, երբ որ դա եք տեսնում, էլի, որ ալիքը ինքը եկավ, այ ոնց որ սենց եկավ, ինչ որ մի բան վերցրեց ու տարավ դեպի ծովի խորքը, ու տարավ դեպի ծովի խորքը։ Հասկանում եք, եւ շատ հեշտ կարելի է բավականին բիոդաշտը վերականգնել ուղղակի բնության մեջ գտնվելով, չէ՞։ Եվ դրա համար է, որ այո, իհարկե, ասենք, եթե քաղաքակրթությունը ինքը իրոք քաղաքակիրթ է, ինքը շատ մեծ հոգատարությամբ է վերաբերվում բնությանը, այսինքն որպեսզի քաղաքներում անպայման լինեն այգիներ, լինեն եւ այլն, չէ՞, բայց այդ ամեն ինչը որպեսզի լինի, պետք է լինի ջուր։ Եվ դրա համար հներում մեծամասամբ ուրեմն մարդիկ աշխատել են քաղաքներ կառուցել գետի ափերին, այսինքն այնտեղ, որտեղ որ այդ հոսող ջուրը կա։ Հիմա ցիերիներս, չէ՞,
Ուրեմն մենք այստեղ տեսանք, որ բուսականությունը ինքը բավականին ծանր ճակատագիր ունեցող կենդանի էակներ են, որովհետև իրանց հետ ամեն մեկը կարող է անել այն, ինչ ինքը ուզում է։ Կարող է կտրել, կարող է վառել, կարող է ցավացնել, ինչ ուզենա կարող է անել։ Եվ դրա համար ասեք, կարողանում ենք հասկանալ, որ սա ծանր կյանքի ձև է։ Մենք դա անցյալ անգամ ձեզ հետ քննարկեցինք։ Հիմա այստեղ մենք ձեզ հետ տեսանք, որ դրանից հետո արդեն եկան թռչունները, եկան, ասենք, խոտակեր կենդանիները, հա, հետո որովհետև տեսեք, ասենք, երբ որ բնությունը հայտնվում է, չէ, բնությունը ինքը լցված է միջատներով։ Միջատները ուտում են կամ իրար, հա, կամ բուսականություն։ Ուրեմն միջատներով եւ բուսականությամբ սնվում են այդ կով եւ այլն, այդ խոտակեր կենդանիները, չէ, եւ թռչունները։ Թռչուններն էլ սնվում են բաներով։ Նասիկոմեյից նոր ասեցի։ Բաները էլ այդ միջատները։ Հասկանում եք, չէ՞ սիրելիներս։ Եվ ուրեմն այս իմաստով, չէ, ուղղակի թվարկություն է գնում, երբ որ մենք արդեն խոսում ենք կենդանական աշխարհի մասին, այստեղ ասվեց, որ կենդանիները իրար ճանաչում են հոտով։ Եվ եթե դուք ուշադրություն դարձնեք, եթե ասենք հատկապես եթե ընտանեկան կենդանիներ ունեք, ապա երևի թե 100%-ով դա տեսել եք, երբ որ ասենք մի ուրիշ կենդանի է մտնում տուն, եթե այդ կենդանին ինքը մենակ է, կամ ասենք կարելի է գնալ կենսաբանական այգի, հա, եւ այնտեղ զալագիչ սկիսատ էլի, եւ այնտեղ համոզվել, չէ, որ ասենք իրոք այդպես է, եթե մի քիչ նայեք։ Ուրեմն կենդանիները իրարից հոտ են քաշում, որպեսզի կարողանան ֆիքսել, թե սա ով է, չէ։ Եթե ասենք սերի իմաստով են ուզում հասկանալ, թե սա ով է, ապա սեռական օրգաններից են հոտ քաշում, իսկ եթե այդպես ուղղակի հոտ են քաշում մարմնից, որպեսզի կարողանան իրար հետ ծանոթանալ։ Եվ ասվեց ամենակարևորը, որ կենդանիները իրենք հիշողություն չունեն։ Հիմա այստեղ մենք կարող ենք ասել, որ ինչ որ արիացիները մի քիչ սխալ բան են ասում, որովհետև ցանկացած անձնավորություն, որը ինքը կենդանի է պահել, ինքը ունի այդ փորձը, որ իրականում կենդանին ինքը շատ լավ հիշում է։ Եվ ասենք, եթե մի բանը, այսպես մի անգամ կենդանու վրա ինչ որ մի բանի համար ջղայնանաս, չէ, ինքը այլևս աշխատում է այդ նույն բանը քո ներկայությամբ չանել։ Սա ինչ է նշանակում, որ ինքը հիշում է, որ այս արարքի համար իրա վրա ջղայնացել են, հա, կամ ասենք, հատկապես շներին է սա վերաբերվում, չէ, ես անձամբ այդպիսի փորձ եմ ունեցել մեր շենքում, հիմա այդ շներից չգիտես ինչու չկա, բայց ժամանակին, իմ երիտասարդ ժամանակին, այդ շները իրենք շատ պոպուլյար էին, կոչվում էին լեսի, այսինքն իրանք այսպես դիմացից որ նայիք, այսպես բարակ շներ էին երկար մռութով, այսպես շատ երկար մազերով եւ ահավոր խելացի։ Ես միշտ իմ աշակերտներին պատմում եմ այդ շատ մասին, մեր երկրորդ հարկի հարևանը, ուրեմն ինքը այդպիսի լեսի ուներ, գիտեք ոնց է, երևի ամեն մարդ այդքան բան չի կարողանում հասկանա, ինչքան որ կարողանում էր հասկանալ այդ շունը։ Այդ մեր հարևանը ինքը այդ շանը ուղարկում էր խանութ։ Բոլոր այդ մոտակա սոցիալական ժամանակ միսակ այդքան բան չէր էլի։ Մարդիկ իրանք ոնց որ մեծամասամբ գնում էին նույն խանութները, վաճառողները իրար ճանաչում էին, մարդիկ իրար ճանաչում էին, այդպես համարյա թե անծանոթ դեմքեր չէին լինում, որովհետև տարիներ շարունակ մարդիկ նույն խանութից էին օգտվում, թեկուզ հիմա էլ են մոտավորապես այդպես, բայց հիմա պատահական մարդիկ են հատկապես սուպերմարկետներում, չէ։ Ասենք բոլորս գիտեինք, ոչ մեկ այդ շնից չէր վախենում։ Ինքը այսպես, ասենք, բանը ցուցակը, թե ինչեր պիտի ինքը բերի, դնում էր վրան, փողը դնում էր կողքը, բանը, այդ պայուսակը կախում էր վզից։
ինքը գալիս էր, այսպես բարձանում էր թաթիկները դնում էր բանի վրա, իր մոտից վերցնում էին այդ ամեն ինչը, կարդում էին, ամեն ինչ տալիս էին, հիմա ամենահետաքրքիրը, հա, ինքը բառացի ասում էր, ասենք, կաթի բաժին, չգիտեմ, այս ինչի բաժին, եւ այդ բառերը, այդ շունը ինքը հասկանում էր եւ հիշում էր, չէ՞, որտեղ եթե հիշողություն չունի, դա նշանակում է հիմա մի բան սովորացրեցիր, ինքը վաղը պիտի վեր կենա ու մոռացած լինի։ Բայց դա այդպես չի։ Չէ, ասենք բոլոր շատ կենդանիներ կան, որոնք իրենք դրեսիրովկայի են, չէ, ենթարկվում։ Ինչ է նշանակում դրեսիրովկա։ Ամբողջ դրեսիրովկան ինքը հիշողության վրա է հենված։ Որ կենդանին ինքը հիշում է, թե այս որ պարագայում ինչ պիտի անի, չէ՞։ Եվ ասենք սիրելիներս, չէ, դա սովորաբար գիտնականներն ասում են ինստինկտ, բայց դա բառը դա ինստինկտ չի, էլի, դա արդեն կոնկրետ հիշողություն է։ Եվ ասենք այդպես ինքը գնում էր, կանգնում էր ամենտեղ, իր մոտից վերցնում էին, ասենք ամեն ինչը տալիս էին, զդաչին դնում էին իր պայուսակի մեջ, ինքը հետո ամեն ինչը հավաքում էր, գնում էր տուն։ Չէ՞։ Կամ ասենք, օրինակ, տերը ինքը կարող էր ուղղակի ասեր, տապոչկի հայերեն չգիտեմ, հիմա կներեք չնայեմ էլ այդ խոսքը։ Տապոչկաներս բեր։ Հա, ինքը գնում էր տապոչկաները բերում էր։ Կամ ասենք կարող էր ուզենար դուրս գար, մի քիչ պետահասակ էր, նստած էր կոշիկ հագնում, ասում էր գնա կոշիկներս բեր։ Եվ ինքը գնում էր կոնկրետ գիտեր, որ կոշիկը պիտի բերի, բերում դնում էր։ Եվ այդպես շատ ահավոր, ուրեմն այդպես կրթված լիքը բառեր հասկացող շուներ։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն մենք տեսնում ենք, որ մեր իրական շփումը կենդանիների հետ ցույց է տալիս, որ իրանք ինչ որ հիշողություն ունեն։ Օրինակ ասենք հիմա տեսեք, այսպես է, չէ՞, որ մենք պրոստը եւ որ իրանք մեր լեզուն հասկանում են, իրանք հիշում են, բայց հիմնականում չեն հասկանում, չէ՞, որովհետեւ ասենք կարող են ընկալել մի քանի բառ, կարող են հիշել մի քանի բառ։ Կամ ասենք ինչ-որ բարդ բաներ իրենց բանականությունը չի կարողանում անել։ Չէ՞։ Բայց երբ որ այստեղ խոսացվում է, օրինակ ասենք մենք չենք կարող, կենդանին ինչպիսի զարգացողություն ուզում է ունենա, մենք իր հետ չենք կարող խոսել ֆիզիկայից, կամ ասենք մաթեմատիկայից։ Ինքը դա չի ընկալելու։ Հասկանում եք, դու կան ինչ-որ դեպքեր, մենք պատմություն ենք ունենալու, հիշողությունը բաց կենդանու, բայց դա յուրահատուկ դեպքեր են։ Հիմա ուրեմն այն գլխավորը, որը գալիս է արդեն կենդանական աշխարհին, դա նա է, որ իրանք իհարկե նույնպես զգում են ցավ, զգում են հաճույք, հա, եւ ունեն, այսպես ասենք, էլի ավելի ճիշտ, կարճ հիշողություն։ Կարճ հիշողություն դա նշանակում է, որ ամեն բան չի, որ իրենք հիշում են, հա, ամեն բան չի, որ իրենք հիշում են եւ սովորաբար, ասենք, բան է անում էլի, ոնց որ կարճ հիշողություն ունեն, որ երկար չեն հիշում։ Եվ դա մյուս կողմից էլ կարող ենք ասել, որ կենդանիները իրենք ունեն յուրահատկություններ, այսինքն կարող են ունենալ բնավորություն։ Եվ այդ բնավորությունով կարող են տարբերվել իրարից։ Եվ ասենք հատկապես տնային կենդանիների վրա դուք կարող եք դրանում համոզվել։ Չէ՞ որ ասենք նույն ցեղատեսակի կատուն կամ շունը կամ ասենք մի ուրիշ կենդանի, այո, իրանք ինչ-որ ընդհանուր բաներ էլ ունեն, չէ՞, բայց հիմնականում իրանք բան են։ Ասենք իրանք ուրեմն տարբեր բնավորություններ ունեն։ Մեկը հանգիստ է, մյուսը ագրեսիվ է, այն մյուսը չգիտեմ, այսպիսին է, այնպիսին է կամ այնպիսին է։ Բայց ամենակարևոր իրենց բանը դա նա է, որ իրենք ոնց ասեմ, չեմ կարողանում բառ գտնեմ, որ ասեմ, էլի, փիլիսոփայական փորձ չեն կարողանում հավաքել։ Հասկանում եք, այսինքն իրենք ոչ թե չունեն հիշողություն,
այլ շատ թույլ տրամաբանություն ունեն։ Այսինքն իրենց մոտ կա բանականություն, բայց այդ բանականությունը ինքը թույլ է։ Այսինքն սահմանափակ հնարավորություններ ունի։ Սա ամենակարևոր բանն է, որը մենք պետք է հիշենք։ Հիմա այստեղ մենք կարող ենք նաև խոսել, որովհետեւ դա էլ միանգամից ընկալենք, թե արիացիները այդտեղ ինչ մոտեցում ունեն։ Դա այն է, որ շրջապտույտի մեջ այդ վերամանավորման շրջապտույտի մեջ, չէ, մենք դες հետ քննարկել ենք, որ արիացիները իրենք պնդում են, որ նույն հոգին ինքը, եթե արատավոր է եղել, ինքը կարող գնում է դժոխք, այնտեղ քավարանում մաքրագործման process է անցնում, հա, հետո ծնվում է կենդանական աշխարհում, կարող է ծնվել բուսական աշխարհում, կարող է ծնվել կենդանական աշխարհում, կախված նրանից, թե ինչ է, եւ այսպես էվոլյուցիոն ճանապարհ է անցնում, այսինքն ոչ թե մի կյանք ինչ-որ մի հատ կենդանի ու նորից մարդ, ոչ, ինքը էվոլյուցիոն ճանապարհ է անցնում, հա, որն է այդ էվոլյուցիոնը, այսինքն սկզբից ինքը միայն կերակուր է, հետո ինչ-որ մեկը իրան է կարող ուտել, ինչ-որ մեկին ինքն է կարող ուտել, հետո իրան ոչ մեկ չի ուտում, մենակ ինքն է ուտում, գիշատիչները, հա, հասկանում եք, եւ այլն, եւ այդպես ուրեմն արիացիները իրենք պնդում են, չէ, որ ասենք երեք գունանների հետ կապված, այսինքն կենդանական աշխարհը ինքը հիմնականում իրականում գտնվում է տգիտության գոյավիճակի ազդեցության տակ, հա, եւ մենք օրինակ ասենք բուսականությունը համարում ենք առաքինության գոյավիճակ, որովհետեւ ինքը բան է արտադրում, բան էլի օդ է արտադրում, չէ, կիսլարոդ, հայերեն չգիտեմ, կիսլարոդ է արտադրում, որով մենք շնչում ենք, չէ, եւ ուրեմն դրանով այդպիսի տպավորություն է թողնում, որ ինքը առաքինության գոյավիճակ է, բայց իրականում եւ բնությունը եւ բնության մեջ ծնվող կենդանի է, մարմնավորվող կենդանիակները եւ կենդանական աշխարհի մեջ մարմնավորվող կենդանիակների հիմնական գոյավիճակը դա տգիտությունն է, այսինքն իրենք զարգանալու ունակություն չունեն եւ բուսականության մեջ մարմիններ ստացողները եւ կենդանական աշխարհի մեջ մարմիններ ստացողները, չէ, այդ հիմա ես ոնց ասեմ հայերեն, չգիտեմ, ռուսերեն ասեմ, հետո փորձեմ հայերեն, հա, նրանք ովքեր հասկանում են, они отрабатывают карму, հա, այսինքն իրենք ոնց որ այդ ինչ-որ վատ ճակատագիր ունեն, չէ, ու այդտեղ այդ կյանքից կյանք, կենդանական աշխարհում փորձ անցնելով իրանք փորձ չեն կուտակում, հասկանում եք, այլ ոնց որ ասեմ մեղքերը վառել, դա էլ սխալ խոսք է, էլի, как это сказать, отрабатывают карму, в общем, ճակատագրի հետ կապված process-ներ են անցնում, հա, որտեղ ոնց որ ամեն անգամ հիմա ամենակարևոր փորձը, չէ, ես միայն կերակուր եմ, ես կերակուր եմ, չեմ կարող պաշտպանվել, չեմ կարող շարժվել, չեմ կարող փախնել, չեմ կարող որոշումներ կայացնել, չեմ կարող ընտրել, ինձ հետ ով ինչ ոնց ուզում է, այնպես էլ անում է, սա բուսականությունն է, չէ, հիմա տեսեք ասենք, գալիս են արդեն կենդանիները, խոտակերները իրանք ուտում են բուսականությանը, իրենց ուտում են գիշատիչները, չէ, հիմա, բայց իրանք ասենք տարբեր մարմիններում, չէ, ինչ-որ մի հատ բան են անցնում, էլի, այդ ճակատագրի հետ կապված process-ներ են անցնում, եւ արիացիները իրենք ասում են վերջում, ուրեմն առյուծի, կովի եւ կապիկի մարմնից հետո կենդանիակը ինքը ծնվում է մարդ, ես ձեզ հետ մի անգամ խոսացել եմ, որ Դարվինի էվոլյուցիայի տեսությունը ինքը այսպես բացարձակապես վերցված է
արիացիների վերամարմնավորման գաղափարից։ Ուղղակի անգլիացիները որպես աթեիստ ժողովուրդ իրանք ուրեմն վերցրել են այդ գաղափարախոսությունը, մեջից հանել են հոգուն, որը մարմնավորվում է տարբեր մարմինների մեջ, եւ մնացել է այդ մարմինների էվոլյուցիան։ Հիմա եւ ես միշտ այսպես հանակով ասում եմ, որ դե Դարվինը ինքը երևի թե մտածել է, որ հիմա եթե ինքը ասի, որ կովը մարդ դարձավ, մի քիչ բան չի, որտեվ կովը ընդհանրապես մարդուն նման չի, չէ՞, կամ ասենք առյուծը մարդ դարձավ, էլի նման չի։ Նման է միայն կապիկը։ Ու իրականում, գիտեք ոնց է, էլի ինքը ասենք ոնց որ տրամաբանությամբ է ընտրություն կատարել, չէ՞, բայց իրականում ճշմարտության տեղն է ընկել։ Որն է այդ ճշմարտությունը։ Իրենք արիացիները իրենք ասում են. կովից կենդանիակը ինքը ծնվում է սրբերի դասակարգում, այսինքն ծնվում է բրահմանների քրմերի դասակարգի մեջ եւ հոգեվոր կրթություն ստացող անձնավորություն է ծնվում, հոգեվոր ճանապարհով գնացող։ Առյուծից ծնվում է կրքի գոյավիճակի մեջ, այսինքն իշխանավորների եւ զինվորների ներկայացուցիչ է որպես ծնվում, հա, իսկ բանից կապիկներից ծնվում են շուդրաներ, այսինքն սովորական ես միշտ ասում եմ սովորական քաղաքացի, չէ՞։ Հիմա տեսեք, եւ արիացիները իրանք ասում են կալիյուգայում, այսինքն աստվածամերժության դարաշրջանում բոլորը շուդրաներ են։ Հասկացաք։ Եվ այդտեղ, որ Դարվինը ասում է բոլորը կապիկից են առաջացել, ինքը իրականում լրիվ համընկնում է նրա հետ, ինչ որ արիացիները նախորոք արդեն խոսել են։ Բայց մենք այստեղ մի անգամ խոսել ենք, հիմա նորից ենք խոսում, որովհետեւ մենք հասկանանք, թե ինչու է որ բաները հնդիկները մինչև հիմա այդ մշակույթին հետևում են եւ իրանք կովերին ձեռք չեն տալիս։ Ոչ թե իրանք կովերին պաշտում են։ Խնդիրը դա չի։ Արիացիները նույնպես մենք տեսանք, որ թվարկվեցին կովերը որպես հիմար կենդանի էակներ, չէ՞։ Որովհետև իրականում դա այդպես է։ Ինքը կենդանի է, ինքը իրանով դա տգիտության գոյավիճակն է։ Բայց կովը մեր ժամանակներում մենք պետք է հասկանանք, սա շատ կարևոր խոսակցություն է, հա, որ օրինակ ասենք գիտականները իրենք հիմա շատ են խոսում նրա մասին, որ կովի կաթը ինքը վնասակար է, եսիմես է։ Իրականում վնասակարը կովի կաթը չի։ Ուղղակի այն ինչ որ մենք հիմա օգտագործում ենք կովի կաթ անվան տակ, դա կովի կաթի հետ համարյա կապ չունի։ Ես միշտ իմ աշակերտներին դա եմ հիշեցնում, ռուսական ալիքներից մեկում բան կա, այդպիսի մի հատ ծրագիր կա, որտեղ իրանք բան են անցկացնում, էքսպերտիզա են անցկացնում, ասեք որ տարբեր խանութներ մտնում են, ամեն մի բանից ինչ-որ էկզեմպլարներով վերցնում են, նույն բանը եւ դնում են, որպեսզի կարողանան ասեն, թե որ բանն է այդտեղ լավը, որն է այդ իմինը այդ ուրեմն մթերքի մեջ, որն է լավագույնը։ Իհարկե չեմ բանանում, չեմ բացառում, որ այդտեղ կարող է եւ միտումնավոր, այսինչը լինել եւ ինչը չէ, բայց ուրեմն մի անգամ շատ հետաքրքիր էր էլի, ուրեմն դրել է ոնց որ սովետական միությունը երբ որ քանդվեց, մի անգամ այդպես ստուգումներ էին արել, չէ, եւ մեկ էլ ինչ-որ հերոստացույցով հայտարարում են, ասում են, բանը, ստուգումները ցույց տվեցին, որ կալբասեղենի մեջ, հա, ընդամենը երշիկեղենի մեջ ընդամենը 15%-ն է միս։ Բայց մնացած ինչ է, հասկացանք, չէ, եւ ասեցին, անցանք, ով ինչը, երշիկը փոխվեց, թե մենք դադարեցինք առնել, հասկացա դա տգիտության գոյավիճակի ազդեցությունն է, էլի։ Եվ այդ ուրեմն ստուգումները արեցին 15 հատ կաթի ձև բան էին, ուրեմն կաթի սորտ էին քննարկում, եւ ուրեմն հիմա այդ ամենը քննարկեցի բան, վերջում ուրեմն այս էքսպերտը ինքը խոսում է, այսպես նստեց լուրջ ասում է, ասում գիտեք ինչպես էլի, ցույց տվեց, ասեք մի 8-ից 9 տոփեր,
ասես այս կաթերի մեջ ոչ մի կով չի մասնակցել։ Հասկանում եք։ Եվ բայց դա իմенно այն կաթերն են, որ ասենք Ռուսաստանում իրանք տեսեք ամենա բանն են, էլի։ Ամենավաճառվող, ամենահայտնի կաթերն են, որ մարդը ասենք ինքը առնում է որպես կաթ։ Ուրեմն առաջի գաղափարը կայանում է նրանում, որ իրականում ես հիմա միշտ ասում եմ, ոչ բուսակերությունը հիմա այլևս առողջության հիմք չի։ Առաջ ինքը առողջության հիմք էր։ Հիմա այլևս ոչ, որովհետև այդ նույն բուսականությունը աճեցնելու համար այնպիսի քանակությամբ քիմիկատներ են օգտագործվում, չէ, որ այդտեղ ոչ միլիարդ է դիմանում, ոչ երիկամ է դիմանում, ոչ արյուն է դիմանում, հասկանում եք, եւ այդ որ հիմա համատարած խոլեստերինն է բարձր, չգիտեմ, էսեդեն, էդի մենք մեղավոր չենք, ինչքան ուզում է մենք մեզ ճիշտ պահենք, ինչքան ուզում է բուսակերությունը ինքը առավելություն է տալիս միայն աղիների իրավիճակի համար, որովհետև հեշտ մարսվող է, չի կուտակվում, էլի մսի պես այդ փթելու process չի առաջացնում, հասկանում եք սերիներս, չէ, բայց ասենք հիմնականում բանը հիմա բուսականությունը ինքը նույնպես թունավորված է, ինչպես եւ կապեղենը հայտնի չի թե ինչ է, մյուսը ինչ է, մյուսը ինչ է։ Չէ, օրինակ ասենք նույն կարագը, ասենք առնում ենք եւ հիմա կարող է ես սովորությունը չգիտեմ, կարող է երիտասարդները այդպիսի սովորություն չունեն, բայց իմ սերունդը մենք սովոր ենք կարագը հալեցնել եւ յուղ դարձնել եւ ճաշը յուղով էփել, չէ։ Եվ ասենք ես հիշում եմ այն ժամանակները, երբ որ դեռ կարագը մոտավորապես գոնե մի քիչ կարագ էր, երբ որ մեր մայրերը կարագ էին հալում, այդ կարագին բնորոշ հոտներ են գնում, հա, կամ յուղից այդ հոտն ու համն էր գալիս։ Հիմա ինչքան ուզում ես մի տոննա կարագ հալածրու, տան մեջ հալածրած կարագի յուղ, կարագի հոտ չի գնում։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն ըստ այնը բան ենք անում, ինչու եմ այսքան բանը խոսում, որ այդ ինչ որ մենք հիմա ասում ենք, չէ՞, դա ժամանակակից աշխարհին չի վերաբերվում։ Ինչ էին ասում արիացիները։ Իրենք ասում էին, ամենաօգտակար կաթը մարդու համար դա կովի կաթն է։ Հիմա քննարկում էին, թե ինչու։ Իրանք համոզմունք ունեին, որ հենց կովի կաթն է, որ բացառիկ յուրահատուկ դրական ազդեցություն է թողնում ուղեղի վրա։ Դա եւ արիացիները իրենք սովորություն ունեն, ասենք, քնելուց առաջ մի բաժակ գոլ կաթ եւ կարող է մեջը ինչ որ համեմունք խառնվի, ասենք կուրկումա խառնվի կամ չգիտեմ իմբիր խառնվի, հասկանում եք։ Բայց ինքը կաթը ուրեմն համարվում է ուղեղի համար բարենպաստ։ Եվ այդ պատճառով, չէ, որովհետև հոգևորականները իրենք համարվում են մտավորականների խավի ներկայացուցիչներ, իսկ արիական քաղաքակրթությունում ես դա միշտ շեշտում եմ, որ գիտնականները դրանք հենց հոգևորականներն էին, հա։ Մենք տեսա, որ արդեն մտանք ակտիվ պատմությունների մեջ, դուք կտեսնեք, թե բրահմանները իրանք ինչ դերակատարություն ունեին հներում հասարակության մեջ։ Մենք կարծում ենք, թե իրանք մենակ կախարդ էին, մեկ էլ գուշակ, ոչ, կամ էլ աֆերիստ, հա, ոչ, այդպես չէր։ Իրանք առաջի գիտնականները հենց քրմերն էին։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ասենք մտավորականների համար այդ կաթի ազդեցությունը ինքը շատ կարևոր էր։ Դրա համար օրինակ, տեսեք, այն բրահմանները, որոնք իրանք թողնում գնում էին անտառներ, չէ, շատ հաճախ թագավորի կողմից կովեր էին ստանում, որպեսզի կաթ ունենան։ Ինչի համար, որպեսզի իրանց ուղեղը լավ աշխատի, ինչի համար, որովհետև երբ որ մարդիկը հրաժարման մեջ է, չէ, իր գլխավոր զբաղմունքը դա մտային աշխատանքն է։ Եվ որպեսզի այդ մտային աշխատանքի մեջ անznավորությունը ինքը արդյունավետ լինի, չէ, ինքը պիտի կաթներ օգտագործեր։ Հասկանում եք, եւ դա այդպես է, երբ որ մարդիկ իրանք զուրալ կաթ են ուտում։ Հասկանում եք։ Հիմա
ուրեմն չկան այնպիսի դաշտեր, որպեսզի կենդանիները իրանք կովերը իրենք բավականաչափ ուտելիք ունենան, չէ՞։ Դրա համար ասենք մարդիկ իրանք այդ բաների կորմ կեր են առնում, չէ՞, հավելյալ, եթե խոտ չեն կարողանում դիզել, ինչ-որ հավելյալ կերեր են առնում։ Այդ կերերի մեծ տոկոսը ինքը GMO է, հայերեն չգիտեմ ինչպես է կներեք, գենետիկ մոդիֆիկացված ուրեմն ուտելիք է, չէ՞, արդեն վсё, տեսեք ինքը կովը այնպիսի ուտելիք է ուտում, որ եւ իր միսն է հարամված, եւ իր կաթը։ Այստեղ խոսակցությունը վերջանում է, բայց եթե դա ամեն ինչը այնպես է, ինչպես որ այն ժամանակներում էր, ապա կովի կաթը ինքը նպաստում է բրահմանների, բրահմանների կաստայի համար հատկապես կարևոր էր, չէ՞։ Հիմա տեսեք, ուրեմն ինչ է ստացվում, որ կովը ինքը ապրում է բրահմանների միջավայրում հիմնականում, չէ՞։ Եվ այ որ կովը ինքը իր մահով է մահանում, դու բան է, դի որցը իրա, ցուլը, հա, հասկանում եք, այ որ կովը ինքը իրա մահով է մահանում, ինքը ծնվում է որպես հոգևորականների կաստայի մեջ։ Դրա համար արիացիները իրանք ասում են, այնտեղ որտեղ որ կովերը մահանում են իրենց մահով, այդտեղ մեծ քանակությամբ սրբեր են ծնվում։ Հասկանում եք, այսինքն մաքրության հանդեպ հակում ունեցող անձնավորություններ են ծնվում, որտեղ քուրմը դա միայն նա չի, ով խելացի է իմաստուն, դա միայն նա չի, ով, ասենք, բան է, ծիսակատարություններ գիտի կամ միստիկական զորությունների է տիրապետում, քուրմը առաջին հերթին մաքրության հանդեպ հակում ունեցող հոգի է։ Հասկանում եք, չէ՞։ Եվ դրա համար ուրեմն կովերը իրենք ասվում է, որ հաջորդ կյանքում ծնվում են բաների մեջ։ Հիմա առյուծները իրանք ծնվում են ուրեմն իշխանավորների մեջ, հա, նո ասվում է, ես անձամբ դա չեմ կարդացել, դրա համար չեմ կարող հավաստել, թե ինչքանով բան է, որտեղ Ռուսաստանում այդ ով ինչ ուզում խոսում է, շատ է տարածված էլի, բայց ասվում է, կարող է դրա տակ ինչ-որ մի ճշմարտություն կա, որ այդ բան ռիժի է, ոնց է հայերեն։ Ռեժիմ թարգմանեց կոճապղպեղ, չգիտեմ, ուրեմն այ ռիժ էլի այդ բակերում ասում էինք ժանգի գույն մազեր, չէ՞, այդ մազի գույն ունեցողները իրանք կարող է հենց ամիջապես առյուծների մեջից ծնված կենդանի մարդիկ լինեն, հա, հավաստի չի, բայց այդպեսի խոսակցություն ես լսել եմ, էլի։ Հա, հիմա տեսեք ասենք, չէ, իսկ կապիկներից արդեն ծնվում են բաները։ Եվ այդ որ իմինա առյուծին են հայտարարել ցար զվիրեյ, հասկանում եք, այդ արիացիների մոտից եկող հիմք է դա, որտեղ իրանք ասել են առյուծից մարդ է ծնվում եւ ծնվում է քշատրիների։ Հա, այսինքն այսպես էլի քշատրիներին հիմնականում երբ որ ասում են քշատրի, մարդիկ հասկանում են արքայական ընտանիքը։ Դրա համար այդպես հետո երբ որ արդեն բան է եղել, տարածվել է, որ առյուծը ինքը կենդանիների արքան է։ Հիմա ծերիներս, չէ՞, ուրեմն այստեղ մենք ուրեմն տեսնում ենք, որ այսպիսի բան կա, եթե մենք արդեն կենդանիների մասին ենք խոսում, եւ դրանից հետո արդեն արարվում է մարդը, հա, ասվեց, որ այս մեր այսօրվա տեքստը ասվեց, որ մարդը ինքը բան է, չէ, մի տեսակ է,
Եվ այստեղ մենք կարողանում ենք հասկանանք, որ երբ որ խոսացվում է մարդու արարման մասին կամ չգիտեմ կենդանիների կամ բուսականության, չէ՞, դա խոսքը գնում է, եթե արդեն մենք վերամարմնավորման գաղափարի հետևում ենք, չէ՞, պիտի հասկանանք, որ խոսքը գնում է ոչ թե պրոստը մարմնի մասին, հասկանում եք, այլ գիտակցության հատուկ զարգացման մասին, այսինքն ամեն կենդանի էակ ինքը մարմին է ստանում համապատասխան իրա գիտակցությանը։ Այս դրա համար է, որ ես մշտական խոսում եմ դրա մասին, որ եթե արիացիները իրանք ճիշտ են, հա, ապա ես նույնիսկ չեմ կարող պատկերացնել, թե ինչ քանակությամբ հայեր են ծնվում կենդանական աշխարհում որպես գիշատիչներ։ Հասկանում եք։ Որովհետև եթե մարդը ինքը իրան համարում է ինտելիգենտ, բայց ինքը կենդանիների դիակները ուտելու հանդեպ հակում ունի, եւ իրան թվում է, որ եթե ինքը ոչ թե ձեռքով է բռնում ու այսպես վայրենավարի ուտում, այլ դանակ պատարակաղով է մասնատում կենդանու մարմինը, դա նշանակում է, որ ինքը արիստոկրատ է, էությամբ ինքը գիշատիչ է։ Հասկանում եք, եւ արիստոկրատ բառի իմաստը երևի թե շատ խեղաթյուրված է, այդ ինչ որ մենք հասկանում ենք դրա տակ։ Հասկանում եք, չէ՞, սիրելիներս։ Հիմա ուրեմն խոսքը գնում է ոչ թե պրոստը մարմնի ձևի, այլ գիտակցության մակարդակի եւ համապատասխան գիտակցության մակարդակի կենդանիակները իրենք ստանում են համապատասխան մարմիններ, բուսական, կենդական կենդանիների, մարդու, դեմոնների կամ կիսաստվածների, հա։ Այսինքն, երբ որ արդեն խոսքը գնում է մարդու արարման մասին, մենք միանգամից հասկանում ենք, որ խոսքը գնում է այն ազնվորության, այն կենդանիակների մասին, որոնք իրանք առաջին հերթին բան են, հասարակական են, հա, այսինքն հասարակություն կազմակերպող են, բան չեն էլի, միանձնյա չեն, հա, դա արդեն խոսքը գնում է ազնվորության մասին, հա, կյանքի պատմության մասին, ակտիվ գործունեության մասին, եւ այդ ակտիվ գործունեությունը մարդը ինքը վարում է ինքնահաստատվելու համար, այսինքն ինքը պայքար է մղում հասարակության մեջ տեղ գրավելու համար։ Ասվեց, որ մարդը ինքը գոյություն ունի միայն ընդամենը մի տեսքով, չէ՞։ Այսինքն բոլորի մասին, այսպես էլի, բան է, ոնց որ կենդանիները իրանք տարբեր են, չէ՞։ Ասենք նույն պչխակավորը կարող է լինել ձի, կարող է լինել էշ, կարող է լինել կով, կարող է լինել չգիտեմ ինչ, չէ՞։ Նույն չանգերովը կարող է լինել կոկորդիլոս, կարող է լինել արիուս, կարող է լինել կատու, կարող է լինել շուն։ Հասկանում եք, իսկ մարդը նկարագրվեց որպես գիտակցության այսպես մի հատ գիծ, այսինքն մարդու կյանքը, մարդու այդ գոյությունը ինքը միատեսակ է, հա, բայց միևնույնն է, մենք տեսնում ենք, որ այստեղ արդեն որպես տեսակ միայն մարդն է, այսինքն այսպես կանգնած, երկու ոտք, երկու ձեռք, մի գլուխ, էգ, որց, իրանք նման են, չէ՞ բոլորը, բայց այդ մարդկային կերպարանքի մեջ մենք տեսնում ենք, որ կա ուրեմն հոգեբանական տարբերություն, կա ցանկությունների տարբերություն, կա դերերի տարբերություն, այսինքն թե ինչ դեր է կատարում ազնվորությունը ինքը հասարակության մեջ, չէ, եւ կա մշակույթի տարբերություն, չէ, եւ ասենք մարդիկ իրանք համել բաժանվում են, մենք դա նույնպես ասում ենք ռասաների, չէ, սպիտակ ռասա, սև ռասա, կարմիր ռասա, դեղին ռասա, հա, ուրեմն, կարմիր ռասան ամերիկացիները, անգլիացիները, ֆրանսիացիները եւ պորտուգալացիներն ու իսպանացիները մեծ հաջողությամբ ուղղակի իսպանս
պրակտիկորեն վերացրեցին, չէ, եւ մեր ժամանակներում արդեն հիմնական ռասաները դրանք սպիտակը, սևը եւ դեղին էին։ Հիմա ոչնչացման եզրին է կանգնած սպիտակ ռասան եւ եթե այսպես շարունակվի, մի որոշ ժամանակ հետո բնականon, եթե նույնիսկ պատերազմ չլինի, կոտորած չլինի, եսի միջ չլինի, բնականon ինքը այն քաղաքակրթությունը, որը ընդունել է սպիտակ ռասան, որի հիմքում դրված է զգայական վայելքը եւ դրա հետևանքով բնակչության մեծ մասը հակում չունի ընտանիք կազմելու, եթե հակում ունի ընտանիք կազմելու, հակում չունի շատ երեխաներ ունենալու, չէ, եւ վերարտադրությունը պրակտիկորեն զրոյի է հասցված, այնպես որ մի որոշ ժամանակ հետո ինքն իրանով սպիտակ ռասան ինքը կմահանա եւ կմնան ուրեմն մուգ թուխ եւ սև մաշկ ունեցող եւ դեղին ուրեմն չինացիները, ճապոնացիները, վիետնամացիները եւ այլն նրանք ովքեր որ դեղին մաշկով են համարվում եւ ուրեմն սևամորթերը։ Հիմա սիրելիներս, չէ, եւ արդեն մշակույթով իհարկե բոլոր մարդիկ իրանք տարբեր են, մշակույթը հիմնականում ձևավորվում է բնության ազդեցության տակ, նայած նրանում թե ազգաբնակչությունը ինքը ինչպիսի միջավայրում է ապրում, համապատասխան է ինչ-որ այդտեղից դրդված սովորություններ է ձեռք բերում եւ այլն եւ այլն։ Ասվեց, որ մարդը ինքը պահում է ուտելիքը իր ստամոքսի մեջ։ Շատ հետաքրքիր դետալ է սա, չէ, թե ասենք ինչու համար դա թարապես այսպես ինչու համար հենց դա շեշտվեց, որտեղ մարդը ինքը թվում է, որ մարդու ամենամեծ տարբերությունը կենդանական աշխարհից դա բանականությունն է եւ էմոցիոնալ հասունությունը, չէ, այսինքն մարդը ինքը կենդանիներից եւ բանից տարբերվում է հարաբերությունների բազմազանությամբ, այսինքն էմոցիոնալ դաշտի բազմազանությամբ, չէ, եւ բանականության մակարդակով, բայց այստեղ բանալվեց, հատուկ շեշտվեց, որ ուրեմն մարդը ինքը ուտելիքը պահում է իր ստամոքսի մեջ։ Եվ սա իրականում, ասենք, ոչ միայն խոսում է այդպես ֆիզիոլոգիայի մասին, հա, այլ խոսում է նրա մասին, որ մարդը ինքը ունի այդպիսի ունակություն կուտակել եւ պահպանել։ Այսինքն մարդը ինքը զապաս պաշար, հա, ուրեմն մարդը ինքը պաշար կուտակող էակ է։ Այսինքն ինքը ոչ թե միայն օգտագործում է, չէ, տեսեք օրինակ, այդ որ ասում են հավաքում է ժողովրդի, չէ, պահում է ստամոքսի մեջ, այդ ստամոքս բառը չգիտեմ, չնայեցի էլի ինչքանով է ճիշտ թարգմանված, բայց ասենք այդ որ ինքը պահպանում է, չէ, օրինակ տեսեք ասենք, չէ, թեկուզ կենդանական աշխարհում էլ կան կենդանիներ, որ իրանք ասենք ձմեռվա համար ինչ-որ բան է, չէ, կուտակում, ուտելիք են հավաքում, բայց մարդը ինքը միայն չի շահագործում, միայն չի օգտագործում, հա, ինքը կարողանում է պահել, ինքը կարողանում է հետ դնել, հավաքել, այսինքն ինքը բան է էլի անում, ոնց ասեմ, բան է, այսպես ձևավորում է իր ապագան, հա, մեջտեղը դնելով վախը, որ ապագայում կարող է չլինել, այսինքն կարող է չհերիքի ուտելիքը այսը։ Եվ հոգեբանորեն, ասենք, մենք տեսնում ենք, որ այս երևույթը մարդուն բնորոշ է ոչ միայն ուտելիքի իմաստով, հա, մարդը ինքը պահպանում է իրեր, ինքը կուտակում է եւ պահպանում է գիտելիք, ինքը կուտակում է եւ պահպանում է կապեր, ասենք ստատուս է պահպանում, էմոցիաների վրա է կենտրոնացած, որպեսզի դրական էմոցիաներ ունենա, չէ,
կամ ասենք հակառակը կուտակում են աբիդը, որ նեղվել է, հա, որ նեղվել է ինչ-որ մեկից, չէ, կուտակում է հիշողություններ, հասկանում եք, և սա, այդ որ ինքը իրանով կուտակող է, այսինքն ինքը պահող է, ասենք հոգեբանական տեսանկյունից հիշողության հաշվին, և էմոցիաները և մնացած ամեն ինչի ինչ-որ թվարկեցինք, չէ, և նյութական բանի իմաստով էլ դե արդեն տուն տեղ դնելը, բանը այդ ամեն ինչը ինքը մարդուն է բնորոշ, չէ, և սա նշանակում է, որ մարդը ինքը տարբերվում է կենդանիներից, կենդանիները իրենք անմիջական են, ինչ-որ մի շատ պարզ անմիջականություն ունեն, հիմա այստեղ բռնեցի, այստեղ կերա, գնացի առաջ, կուշտեմ պարկեցի քնելու միտեղ, հասկանում եք, իսկ մարդը ինքը հոգեբանորեն շատ, այսպես հետ բան, կուտակող սիստեմա է, այս սրա մասին էր այստեղ խոսքը, չէ, հետո ասվեց նրա մասին, որ մարդկային կյանքը ինքը գտնվում է կրքերի գոյավիճակի ազդեցության տակ, ինչ է նշանակում կրքերի գոյավիճակի ազդեցություն, եթե մենք շատ պարզեցնենք, չէ, ապա կրքերի գոյավիճակը դա շարժվելու, ճիքեր գործադրելու, ինչ-որ բան պատրաստելու, արարելու, հա, կոնկուրենցիայի մեջ մտնելու, սեփական դիրքը փոխելու, ձգտում ունենալու, այսինքն կարիերիզմը, հա, և ամենակարևոր բանը, որ կա կրքի գոյավիճակի մեջ, որը այդ բան է դարձնում էլի, որը կենդանիակին դարձնում է լիարժեք նյութական աշխարհի ապրող, հա, դա մի շատ կարևոր բնորոշ բան է կրքերի գոյավիճակին, այդպիսի ազնվորությունը, որը ինքը գտնվում է կրքերի գոյավիճակի ազդեցության տակ, իրա ուշադրությունը, չէ, ինքը իրանով միշտ ուղղված է դեպի արտաքին աշխարհ, հասկանում եք, և կրքերի գոյավիճակի ազդեցության տակ են գտնվում այն ազնվորությունները, որոնք իրենք մշտական չբավարարված են, հասկանում եք, այսինքն կրքերի գոյավիճակի մեջ, տեսեք մարդը ինքը միատ շատ կենդանիակը ինքը շատ հետաքրքիր շարժում ունի էլի և դա մարդուն շատ բնորոշ է, որն է, ես կարող եմ ասեմ, որ դա հենց կրքերի գոյավիճակն է, որ մարդուն պահում է, այսպես ունեցածի և չունեցածի արանքը, այ կրքերի գոյավիճակը ինքը այսպիսին է, որ մարդը ինքը միշտ ուղղված է արտաքին աշխարհին, հա, և այդ արտաքին աշխարհի մեջ մարդկանց հանդեպ, կենդանիների հանդեպ, առարկաների հանդեպ ցանկություններ է ձևավորում, չէ, հենց ինքը ցանկություններ է ձևավորում, պլանավորում է այդ ցանկությունների իրականացնելու ձևերը և երբ որ ինքը կարողանում է ստանալ այն իրը կամ ազնվորությանը, որին ինքը ձգտում էր, չէ, ինքը մի պահ ուրախանում է, հիմա կրքերի գոյավիճակը ինքը չի կարողանում լինել ուղիղ գծով, ինքը լինում է լիկավանյա, հրճվանք, հա, հրճվանք, հիասթափություն, հրճվանք, հիասթափություն, և հիմա ասենք, երբ որ ազնվորությունը ինքը ինչ-որ մի բանին ձգտում էր, չէ, երբ որ ինքը դա ձեռք է բերում, ինքը ընկնում է հրճվանքի մեջ, չգիտեմ, iPhone հեռախոս, չեմ անում, այս ինչ Պողոսին, կամ չգիտեմ, Հայկուհուն, չեմ անում, մեքենա, հա, ինչ-որ մի բանի ձգտում է, չէ, հետո հենց շատ ուժեղ ուրախություն է ապրում, պիկ է ապրում, հետո սկսվում է, որ այդ իրը արդեն կա, և այդ իրը արդեն կա, ազնվորությունը ինքը ընտելանում է և այդ ընտելանալու մեջ համարյա թե արժեզրկում է, և հաջորդ քայլով ինքը մի ուրիշ բան է հիմա էլ տեսնում իր համար որպես հաճելի մի բան, որին ուզում է հասնել, հասկանում եք, չէ, во-первых, այս
այս հոգեվիճակից է միշտ գալիս այդ չբավարարված վիճակը, չէ՞։ Համ այս բնավորությունից է գալիս նաև այդ մշտական ներքին լարվածությունը։ Եվ դրա համար հաջորդ քայլով, չէ՞, ուրեմն Մայտրեյան ասեց, որոնք իրանք միշտ բան են անում։ Միշտ ինչ-որ անհանգիստ գործերի մեջ են, էլի, խլապատած, խլոպտախ, հասկանում եք, այսինքն իրանք միշտ ինչ-որ անհանգիստ գործերի մեջ են։ Եվ սա, երբ որ ինքը խոսում է մարդկային ձևի մասին, չէ, սա մարդու կամ կրքերի գոյավիճակի ամենացայտուն բանն է, որակն է։ Հասկանում եք, այսինքն իրանք ոչ թե պրոստը գործում են, այդ ռուսերեն բառը ինքը բան է, էլի հայերեն հիմար բանատակման, իսկ այդ ինչ-որ կրքերի գոյավիճակի ազդեցության տակ, թե ինչպես է գործում, ինքը միշտ ինչ-որ բան է, էլի, ասես անհանգիստ շարժումների մեջ է, հասկանում եք, այսինքն ինչ-որ մի բան փորձում է ձևավորել, ինչ-որ մշտական ինչ-որ հուզումների մեջ է, փորձում է ինչ-որ մի բան արարել կամ հակառակը, միշտ վախենում է կորցնել, հա, եւ ամենակարմիր գիծը միշտ փորձում է պահպանել կյանքի վրա բանը, ղեկավարումը։ Հասկանում եք։ Եվ այդ կրքերի գոյավիճակը ինքը այդ կենդանիների գոյավիճակն է, էլի, որ մարդկային գործունեության մեծ մասը, չէ, մեծ մասը, թե մարդը ինքը ինչ է անում, ինքը անում է ոչ թե դրա համար, որ պարզ գիտի, թե ինչ պիտի անի, այլ որովհետև մշտական ներքին անհանգստությունների մեջ է գտնվում, չէ, եւ Մայտրեյան ասեց հաջորդը, հա, տառապանքով լի կյանքի մեջ մխրճված։ Հասկանում եք։ Եվ տեսեք, այստեղ մենք արդեն տեսնում ենք, որ արիացիները, հիմա շատ կարևոր է, արիացիները, որոնք իրենք կարողանում էին կառուցել երջանիկ մարդկանց հասարակություն։ Միևնույն է, խոսում են նյութական աշխարհի մասին, որպես տառապանքով լի աշխարհ։ Եվ տեսեք, ասենք, չէ, որովհետև իրանց մոտ այդ տառապանքները, որոնք բնորոշ են մեր դարաշրջանին, հիմնականում չկային 95%-ով, հա, դրա համար իրանք սովորաբար որպես բան են, որպես տառապանք են թվարկում հիվանդությունը, ծերությունը եւ մահը։ Հասկանում եք։ Ասում ասես, որ, հա, այդ բոլորդ երջանիկ եք, չէ, հիմա պիտի փիլիսոփա դառնա, չէ, այդ բոլորդ երջանիկ եք, չէ, բայց հիվանդությունից, ծերությունից ու մահվանից մեկը չեք կարող բրծնեք։ Հասկանում եք։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ ինչի մասին է խոսում Մայտրեյան, որ իմինը մարդը ինքը այնքան է ընտելանում ընդհանրապես տառապանքի գոյությանը, որ սկսում է համարել այդ տառապանքը որպես նորմա։ Օրինակ տեսեք, առաքինության գոյավիճակի մեջ գտնվող մարդիկ, չէ, իրանք չեն սիրում լինել ներքին լարվածության մեջ, որովհետև առաքինության հիմքերից մեկը դա ներքին խաղաղությունն է։ Եվ երբ որ ասենք մեր ժամանակներում կրքերի գոյավիճակի ազդեցության տակ գտնվող կամ տգիտության գոյավիճակի ազդեցության տակ գտնվող մարդուն խորհուրդ են տալիս, որ ինքը խաղաղվի, հասկանում եք, դա իրականում շատ ծիծաղալու խորհուրդ է, շատ, որովհետև
Ոչ տգիտության մեջ, տգիտության գոյավիճակի մեջ դա թշնամանքի գոյավիճակն է։ Մարդը իր մեջ մշտական ինչ-որ բաների մեջ իրեն թշնամի է տեսնում և մշտական կատաղած է, չէ՞։ Իսկ բանը կրքերի գոյավիճակի ազդեցության տակ մշտական վայելելու բաներ է ման գալիս, դրա համար լարված է։ Եվ այդ երկու բաները, չէ, իրանք ունեն մշտական լարվածություն, ունեն վախեր, մշտական պայքարի մեջ են, հոգնում են այդ պայքարից, չէ, արդեն եթե հոգնում են, էմոցիոնալ տեսանկյունից ոչ ստաբիլ են, հա, կրքերի գոյավիճակում, ասենք, ունեն կախվածություն բանից, ուրիշների գնահատականից, հասկանում եք, մշտական անհանգիստ են ապագայի համար։ Բայց տեսեք, հիմա այս ամեն ինչը, որ ես թվարկեցի, չէ, մեր ժամանակներում, որտեղ հիմնական գոյավիճակը դա տգիտության գոյավիճակն է մեկ կրքի, այս բոլոր ինչ որ ես հիմա թվարկեցի, իրանք մեր համար նորմա են։ Մենք դրա մեջ ոչ էլ պրոբլեմ ենք տեսնում։ Եվ հիմա Մայտրեան ինքը ասում է, ուրեմն այս ամեն ինչով համարում են իրանց երջանիկ։ Հասկանում եք։ Եվ այստեղ տեսեք ինքը տեքստը, ոնց տեքստի ամբողջ ներվը այստեղ է, էլի, լարվածությունը, չէ՞։ Եվ Մայտրեան ինքը ասում է, որ մարդը ունակ է լինել անհանգիստ, քայքայել իրան կրքերով, մշտական ինչ-որ տառապալից սիտուացիաներ ունենալ, չունենալ ներքին հանգստություն և այդ ամեն ինչը համարել երջանկություն։ Տեսեք, օրինակ կրքերի գոյավիճակի ազդեցության տակ մարդիկ, չէ, եւ որ իրանք խոսում են ներքին խաղաղության, ստաբիլության, չէ, համերաշխ հարաբերությունների մասին եք խոսում իրանց հետ։ Իրանք ասում են, ոյ, ինչ տաղտկալի ձանձրալի բան եք ասում։ Ինչու, որտեվ իրանք իրենց մեջից կրքերի մեջ այրվող են։ Իրանց այդ առաքինությունը հետաքրքիր չի։ Հասկանում եք։ Իսկ ինչու է կենդանիակը ինքը կարողանում իր համար ոչ բարենպաստ երևույթները համարել իր երջանկության աղբյուր։ Ինչպես է ինքը կարողանում տենց անել։ Որովհետև կեղծ եսի հիմքի վրա կյանքը ինքը գնահատվում է ոչ թե խորությամբ, հասկանում եք, այլ զգացմունքների ինտենսիվությամբ, գնահատվում է նրանով, թե մարդը ինքը ինչքանով է զգում իր այդ կարևորության զգացումը, հա, թե մարդը ինքը ինչքանով է զբաղված, ինչքանով է շարժման մեջ գտնվում, ինչքանով հաջողություն ունի, հասկանում եք, և այդ ամեն ինչը, չէ, դրա համար այդ է էլի, որ երբ որ առաքինությունը ինքը կենդանիակին հանգստություն է բերում, չէ, կրքոտը այդ հանգստության մեջ դատարկություն է տեսնում, ինքը նույնիսկ չի պատկերացնում, թե այդ հանգստության մեջ ինչքան երջանկություն կա, կամ ինչ կարգի երջանկություն կա, հասկանում եք, հա, և ուրեմն այսպիսին է գնահատում Մայտրեան ինքը մարդկային մարմնի հոգեբանական բնութագրերը։ Եվ արդեն հաջորդ անգամ մենք ձեզ հետ կնայենք կիսաստվածների հետ կապված տեքստերը։ Այսօր այսքանը,